Անդրադառնանք Հայաստանին եւ հարևան երկրներին։ Օրեր առաջ տեղի ունեցած ձեր ասուլիսում նշեցիք, որ Ադրբեջանի տարածքից Իրանի ուղղությամբ իսրայելական ԱՏՍ-ների արձակման մասին հավաստի տեղեկություններ չկան։ Դրան հաջորդող օրերի ընթացքում Թեհրանն այս հարցով ինչ-որ բան պարզել է։ Ոչ, մենք այս առումով հավաստի տեղեկություններ չունենք եւ չենք կարող կարծիք հայտնել ենթադրությունների հիման վրա մամուլում հրապարակված նյութերի վերաբերյալ։ Արդյոք Իրանում ծավալվող գործողությունները, պարոն դեսպան, կարող են Սյունիքում լարվածության կամ իրավիճակի փոփոխության պատճառ դառնալ։ Ձեր կարմիր գծերի մասին մենք տեղյակ ենք, բայց այս սահմանին լարվածությունը հավանական համարում եք։ Մենք ուշադիր հետևում ենք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին եւ ներկայումս չկան ապացույցներ, ինչի մասին դուք ասացիք։ Մեր քաղաքականությունը միշտ էլ եղել է լարվածությունից խուսափելը եւ մենք փորձում ենք կանխել այն։ Մենք կապի մեջ ենք տարածաշրջանի երկրների հետ եւ փորձում ենք օգտագործել մեր ունեցած լավ հարաբերությունները խաղաղությունը պահպանելու եւ լարվածությունը կանխելու համար։ Պարոն դեսպան, ինչ ճակատագիր է սպասվում Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծին։ Այն նաև խաղաղ պայմաններում էր շեղվում ժամանակացույցից։ Ժամանակացույցը չի հետաձգվել եւ աշխատանքները արագ են կատարվում։ Հաշվի առնելով լեռնային պայմանները, մենք պետք է փորձենք ամառվա կլիմայական պայմանները առավելագույնս օգտագործել աշխատանքներն առաջ մղելու համար։ Եվ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի այս տարի ավարտենք այս նախագիծը։ Կարող ենք գրեթե ասել, որ նախագծի 90%-ի հարցում առաջընթաց է արձանագրվել։ Մնացել են մի շարք հենասյուներ, որոնք մենք պետք է տեղադրենք լեռնային տարածքում։ Հենասյուները տեղադրելուց հետո կսկսվի մալուխների մոնտաժման փուլը։ Մենք պետք է իրականում տեղադրենք մալուխները եւ գիծը միացնենք Իրանին։ Սակայն Նուրավան 400 կՎտ ենթակայանի աշխատանքներում շատ լավ առաջընթաց է արձանագրվել։ Ընդամենը աշխատանքների մոտ 8%-ն է մնացել։ Վերջերս Հայաստանի ենթակառուցվածքների նախարարի հետ միասին այցելեցինք տվյալ ենթակայան։ Նախագծի իրականացման առումով հիանալի առաջընթաց էր արձանագրվել։ Կապանում Իրանի հյուպատոսությունն ինչ հարց է լուծում հիմա, հակամարտության օրերին ինչ խնդիրներ են առաջանում հայ-իրանական սահմանին, արդյոք Իրանից Հայաստան եկողների հոսքը մեծ է։ Մենք օրական 3 չվերթ ենք ունեցել Հայաստանի եւ Իրանի միջեւ։ Զբոսաշրջության համար բարձր սեզոններին չվերթների թիվը հաշվի առնելով զբոսաշրջիկների թիվը ավելանում էր։ Անցյալ տարվա 11 ամիսների ընթացքում 176,000 իրանցի զբոսաշրջիկ ինքնաթիռով Հայաստան է այցելել։ Ցամաքային սահմանով մենք 2 կամ 3 անգամ ավելի շատ սահմանահատում ենք ունեցել։ Երբ չվերթները դադարեցին, նրանք ցամաքային սահմանով էին Հայաստան այցելում։ Բացի այդ, հաշվի առնելով, որ մեր միջազգային չվերթները դադարեցված էին, նրանք, ովքեր ցանկանում էին մեկնել այլ երկրներ, քանի որ մենք սահմանակից ենք Հայաստանին, գալիս էին Հայաստան եւ այստեղից մեկնում դեպի Մոսկվա, Չինաստան, Արևելյան Եվրոպայի երկրներ եւ այլն, ինչը հանգեցրեց սահմանին երթևեկության աճի անցյալի համեմատ։ Դա շատ սովորական էր եւ ոչ մի արտասովոր բան չկար։ Երկու երկրների միջև օրական մինչև 600 բեռնատար է երթևեկում, չհաշված ավտոբուսներն ու քաղաքացիների ավտոմեքենաները։ Կապանում մեր գլխավոր հյուպատոսությունը շատ կարևոր դեր է խաղացել այս փոխադրումները դյուրացնելու գործում եւ մենք կարողացանք արդյունավետ կերպով կառավարել այս հարցը։ Մենք անմիջական կապի մեջ ենք եղել Հայաստանի կառավարության եւ Սյունիքի մարզպետարանի հետ։ Մենք այնտեղ որևէ հատուկ խնդիր չունենք եւ երթևեկությունը լիովին անխափան ընթանում է։